Ողջուններս բոլորիդ սիրելիներ, սիրելի on-line ժողովուրդ։ Այսօրվա խոսքը մենք կսկսենք Սաղմոս 2-ից, ինչպես կարելի ասել միշտ, Դավթի Սաղմոսներից։ Եվ այստեղ Դավիթ թագավորը մեղքերով լի լցված նա աղաղակում էր Տիրոջը. Ահա ես անօրենությունով եմ ծնվել, եւ մեղքով հղացավ ինձ իմ մայրը։ Ահա դու սիրում ես ճշմարտությունը երեկամունքներում եւ ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ։ Սրբիր ինձ զոպայով եւ ես մաքուր կլինեմ, լվա ինձ եւ ես ձյունից սպիտակ կլինեմ։ Լսել տուր ինձ ցնծություն եւ ուրախություն, թող ցնցան այն ոսկորները, որ կոտրատեցիր։ Երեսը թաքցրու իմ մեղքերից եւ իմ բոլոր անօրենությունները ջնջիր։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում ով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Դեն մի գցիր ինձ քո երեսիցը եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։ Սիրելիներ, մարդ, հավատացյալ մարդը եւ մենք լավ ենք հասկանում, որ Դավիթ թագավորը նա հավատացյալ էր, եւ որ հավատացյալ մարդը այսպես տոճորվում է խոսքերով Աստծո առաջ, եւ ասեմ քեզ, մինչդեռ որ կհասնենք ամենավերջի այն խոսքին, որ Դավիթ թագավորն ասեց, եւ նա ասեց եւ Սուրբ հոգին վեր մի առնիր ինձանից։ Երբ որ ընդհանրապես Սուրբ հոգին մեզանից վեր առնվի, ես չեմ խոսում աշխարհիկ մարդուց, ես խոսում եմ այն հավատացյալ քրիստոնյա մարդից, ով որ Սուրբ հոգին ապրում է եւ գիտի, թե Սուրբ հոգին ինչպես է բնակվում մարդու վրա եւ մարդու մեջ։ Եվ այսպես ամենադաժան իրականությունը այն կդառնա, երբ որ Տերը իր Սուրբ հոգին մեզանից վեր առնի։ Ասեմ քեզ, տոճորվելու ես, առանց Սուրբ հոգու խառնվելու ես, առանց Սուրբ հոգու դառնալու է կյանքդ դառնալից մի անապատ, եւ դու ընկնելու ես փնտրտուքների մեջ եւ շատ դժվար է լինելու քեզ վերագտնել Սուրբ հոգուն։ Եվ այստեղ Դավիթ թագավորը փորձում էր մեզ հասկացնել. լվա ինձ զոպայով, մաքրիր ինձ եւ ես ձյունից սպիտակ կլինեմ։ Եվ մեզ հասկանում ենք, որ լվանում է, մաքրում է այն խոսքը, որ այս պահին Աստծո խոսքը դուրս է գալիս Աստծո բերանից, այսինքն ճշմարիտ Աստծո խոսքը։ Սիրելիս, այսօրվա խոսքը գրանցել եմ ես որպես վերնագիր Աստծո խոսքին հակառակ։ Ինչ է նշանակում այն։ Երբ որ մենք ընդհանրապես հակառակում ենք Աստծուն, երբ որ Աստված հռչակում է մի խոսք մեր կյանքում, քո կյանքում, իմ կյանքում, վայ ինձ, որ ես այն չկատարեմ, գիտես սիրելիս, վայ ինձ, եթե Աստված ասեց, որ ես այս ճանապարհը պիտի գնամ, ու ես չգնամ, գիտես ինչու, վայ ինձ, որովհետև միևնույն է, այն ճանապարհը վերջում դու գնալու ես։ Եվ այսօր ես քեզ խոսքով կհասկացնեմ հոգևոր մարդ, հոգևոր քրիստոնյա, որ անկախ ամեն ինչից որքան էլ որ դու հակառակես քո Տեր Աստծուն, միայն իմացած եղիր, որ այն ճանապարհը, այն կամքը, ինչ որ Աստված ուզում է, այն դու միևնույն է, պիտի ուշ թե շուտ անես։ Եվ խոսքը գրվել է Աստծո խոսքին հակառակ։ Մինչդեռ որ ես կսկսեմ քարոզչությունը, կուզենամ իմ Տիրոջը ինչպես միշտ երկրպագել։ օրհնությունս քեզի նայեմ, քեզի հուսամ իմ Հիսուս, ինչ հրաշք մեծությունս, ինչ փառավոր օրհնությունս քեզի նայեմ, քեզի հուսամ իմ Հիսուս, ձայնդ վերցում, Տերը օրհնը ձայնդ վերցում, անորոշն է ձայնդ վերցում, իմ եղբայր և իմ կուր,
միասին Տերը պաշտպան, եկ միասին Տերը գովան, եկ միասին մատնենք անոր սարժբարան, եկ միասին Տերը պաշտպան, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մատնենք անոր սարժբարան, ձայնը դվերծու Տերոջ, ձայնը դվերծու անորոշն, ձայնը դվերծու իմ եղբայր և իմ մկուն, ձայնը դվերծու Տերոջն, ձայնը դվերծու անորոշն, ձայնը դվերծու իմ եղբայր և իմ մկուն, ձայնը դվերծու իմ եղբայր և իմ մկուն, Իշծրու ձայնը և օշնիր նրան, օշնիր նրան ունը Հիսուս Քրիստոս։ Աստծո խոսքին հակառակ սիրելներ, այսօր ես մի քանի դեպքեր եմ արձանագրել աստվածաշնչյան դեպքերի արկե եւ մինչդեռ խոսքը կսկսեմ, ուզում եմ որ անդրադառնանք Հովհաննեսի ավետարան 2-րդ գլուխ։ Եվ այստեղ գրված է այս կարևոր բանը։ Ինձ կներեք Հովնանի 2-րդ ու 3-րդ գլուխը։ Այստեղ ասում է այսպես. Փուչ ունայնությունների նայողները իրանց լինելու ողորմությունը թողնում են։ Փուչ ունայնությունների նայողները իրանց ողորմությունները թողնում են։ Այսպես էլ մեր կյանքը սկսվում է, նայելով ամեն մի ունայնությունների, մենք թողնում ենք, թողնվում է մեզանից այն ողորմությունը, որ պիտի Աստված մեզ ողորմեր եւ տար։ Եվ այսօր ես քիչ թե շատ խոսելու եմ Հովնան մաշկարիեի գլխից, այս մաշկարեն մի շատ տարօրինակ մաշկարի էր սիրելներ։ Երբ որ ես կարդում եմ Հովնան մաշկարիի գիրքը, անկեղծ ասած մի տեսակ ծիծաղս գալիս է։ Ինչու՞։ Որովհետև նա կոչված էր մաշկարե, եւ մենք հասկանում ենք, ստույգ ենք հասկանում, որ մաշկարեն ինչ է նշանակում, նա Աստծո ծառա է։ Նա Աստծո հետ վարվող, Աստծո հետ քայլող ոմն մեկն է, թեպետ այն ժամանակներում կային նաեւ մաշկարեներ, ովքեր սուտ մաշկարեներ էին, բայց այս Հովնանը ինքը սուտ մաշկարե չէր։ Ուղղակի գիտեք ինչն է Հովնանի տարօրինակությունները, թե Հովնանը ինչպես էր կոչվում մաշկարե եւ ապրում Աստծո մեջ, բայց նա չէր կամենում քայլել Աստծո կամքով։ Շատ հետաքրքիր է այս պատմությունը սիրելներ։ Եվ ընդհանրապես մենք հասկանում ենք, գիտենք, որ ջուրը, որը ամբողջ այս ժամանակ, այս քարոզության ժամանակ մենք պիտի նշենք ջուրը, ջրերը, խոսքը, ջրերը սիմվոլիզացնում են Աստծո խոսքը։ Մենք լավ հասկացել ենք եւ գիտենք, որ որտեղ որ նշվում է Աստվածաշնչի մեջ ջուրը, ջրերը, մենք նաեւ այն կարող ենք հոգեվոր ոլորտում տեղադրել եւ հասկանալ, որ այն Աստծո խոսքն է նշանակում մեր հոգեվոր կյանքի համար։ Աստծո խոսքը, որը կարող է լինել փրկարար, ինչպես նաև կործանող։ Ընդհանրապես ջուրը ինքը իրանից կենթանարար բան է։ Ինչու եմ ասում այսպես, որովհետև երբ որ մենք այս երկրավոր կյանքում չունենանք ջուր հասկացողությունը, երկրագունդը չի կարող առանց ջրի գոյություն ունենալ։ Երկրագունդը ունի 5 էլեմենտներ, ես տվեմ դրանցից միայն ջուրը, մնացած հույսով եմ դու գիտես, եւ առանց ջրի մարդը չի կարող ընդհանրապես ապրել։ Մարդը կարող է 40 օրեր ապրել առանց հաց ուտելու, բայց երբ որ մարդը 7 օր 8 օր ջուր չխմեց, կսկսի նրա օրգանիզմի մեջ ինչը թունավորումը։ Եվ այսպես ջրերը սիմվոլիզացնում են Աստծո խոսքը, բայց ասեմ ջրերը կարող են լինել փրկարար եւ ջրերը կարող են նաեւ լինել ինչ կործանարար։ Օրինակ, ջրերը կկործանեին նավակը, եթե Հիսուս Քրիստոսը չհռչակեր խոսքը
կամ չգտնվեր իր աշակերտների հետ նավակում։ Նայեք, այժմ երբ որ փոթորկված էր ծովը, այն սույն ջրերն էր, որ փոթորկված էր, եւ աշակերտները նավակի մեջ նստած էին, եւ ասում են փոքր անկյունում Հիսուս Քրիստոսը գլուխը դրեբարցին եւ քնած էր։ Եվ երբ որ աշակերտները տեսան, որ այս ջուրը խառնում է եւ փորձում է նավակը կործանել, նրանք հանեցին Հիսուս Քրիստոսին, արթնացրին քնից եւ ասեցին՝ վարդապետ, կորչում ենք։ Այստեղ մենք լավ ենք հասկանում, որ ջրերը նաեւ կարող է կործանել, բայց ինչ կատարվեց այստեղ։ Ֆիզիկական ջուրը եւ հոգեվոր ջուրը, որն էր Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոսը հրճակեց ջրերին եւ ասեց՝ լռիր եւ հանդարտվիր։ Եվ այս ջրերը լռեցին եւ հանդարտվեցին, եւ ամեն ինչ բարի եղավ։ Իսկ եթե Հիսուս Քրիստոսը չգտնվեր նավակում, եթե Հիսուս Քրիստոսը չհրճակեր ծովին, ինչ կկատարվեր։ Դա կարող ես դու ակնկալել, իհարկե, որ նրանց նավակը կխորտակվեր։ Եվ նաև ընդհուպ աշակերտներն էլ կխորտակվեին։ Եվ այստեղ ջրերը ուզում էր կործանել, բայց քանի որ հոգևոր ջուրը Աստծո խոսքը ասեց վերջնականապես, որ պիտի հանդարտվի եւ հանդարտվեց։ Եվ հիմա անցնում ենք Հովնանի մարգարեությունը եւ ուզում ենք հասկանանք, թե ով էր այս Հովնանը եւ ինչու է Հովնանի պատմությունը այսքան, գիտեք, սիրելիներ, ես չգիտեմ, անկեղծ ասեմ, մի պահ ես լաց եմ լինում, մի պահ իմ հոգիս տրտմում է, մի պահ ծիծաղում եմ, մի պահ ուրախանում եմ, ես չեմ հասկանում, թե ով էր այս Հովնանը, դու էլ հիմա կհասկանաս, թե ով էր նա, ինչու էր նա այնպիսին, ինչպիսին որ նա կար։ Եվ առաջին գլուխ 1-ից 3-ն եմ կաշտում։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին ասելով. վեր կաց գնա Նինվե մեծ քաղաքը եւ քարոզիր նրա դեմ, որովհետեւ նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին։ Նայեք, նա ինչ էր, քարոզիչ էր, չէ՞։ Եթե ոչ, ապա Աստված նրան չէր ուղարկի քարոզելու։ Եվ այստեղ ասում է. բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչե, եւ իջավ Հոպե եւ մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, եւ նրա վարձքը տվավ, ու նրա մեջն իջավ, որ նրանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։ Այստեղ ամենաշատը ես սկսում եմ մի տեսակ, չեմ հասկանում ինչ է կատարվում իմ մեջ, չեմ ծաղրում նրան, ուղղակի Հովնան, եթե դու քարոզիչ ես, եթե Տերը քեզ պատգամ է տվել, ասել է գնա, քարոզիր մեծ քաղաք Նինվեին, որովհետև նրա մեղքը հասավ մինչև երկիր աղաղակը, եւ դու այն պատգամը լսելով, փոխանակ որ դու գնաս այն ուղղությամբ, որտեղ քեզ ուղարկել է Աստված, ասում է ընտրեց Թարսիս ճանապարհը, Թարսիս, որը հայերեն լեզվով մի փոքր նշանակում է թարս ճանապարհը, բայց այդպես չէ, հակառակ ճանապարհը, եւ նստեց նավ, եւ Հովնանը որոշեց, որ Տիրոջ երեսիցը պիտի փախչի։ Իսկ երբևիցե կա մեկ անձ այս աշխարհի տակ, որ կարողանա Տիրոջ երեսիցը փախչել, սիրելիս։ Հովնան, դու չես ճանաչում քո Աստծուն։ Հովնան, դու չես հասկանում, որ Աստծո երեսից փախչելը շատ բարդ բան է։ Եթե դու հավատացյալ մարդ կարծում ես, որ կարող ես մի պահ գտնվել Հովնանի կարգավիճակի մեջ, եւ դու կարծում ես, որ ուղղակի նավը նստես եւ փախչես նրա դեմքից, նրա երեսից, քեզ դա ընդհանրապես կստացվի, ասեմ քեզ, չի ստացվի։ Եվ սա ասում է ինչը մեզ Աստվածաշունչը։ Կաշտում եմ 4-ից 6-ը։ Եվ Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, եւ մեծ փոթորիկ եղավ ծովումը, եւ նավը ուզում էր փշրվել։ Եվ նավավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նավումն էին, գծեցին ծովը, որ իրանց վրայից թեթևացնեն։ Իսկ Հովնանը ուշադիր եղիր, իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։ Եվ նավապետը նրա մոտ եկավ եւ ասեց նրան. «Ինչ ես մռապել, վեր կաց աղաղակիր քո Աստծուն, գուցե Աստված հիշե մեզ եւ մենք չկորչենք»։ Նայեք, պարադոքս է սա, սիրելիներ։ Նավը, ջրերը խորտակում էին նավին, նավակը խորտակվում էր, բայց նավի խորքում պառկած էր Հովնանը եւ ընկած էր մռապի մեջ։
Ինչ հետաքրքիր բան է սա կատարվում։ Սա եւս այն ջրերն էին, որոնք որ ընդհանրապես ես ելի կրկնում եմ, որ նրանք երբեք մարդու կյանքը չեն վերացնի։ Ջրերը միայն փրկարար են, բայց նրանք կարող են լինել նաեւ կործանարար, այն դեպքում, երբ որ մարդը Հովնանի կարգավիճակին է։ Ինչ էր անում մի րոպե Հովնան։ Փախնել կարողանալ մի բան է, Աստծուց փախչել, Աստծո երեսիցը փախչել, մի բան է, դու դա կարող է ընդհանրապես քո մոտ ընդհուպ ստացվի, բայց ասում է, հանգիստ փախուստի մեջ պարկել եւ մրապել, սա ամենավերջինն էր։ Եվ Աստված ինչ արեց, սիրելիս, փոթորիկ։ Ես ասեմ այն անմեղ մարդիկ, որ նավում էին գտնվում բացի Հովնանից, քանի որ այդ ամբողջ նավակը փոթորկված էր միայն ու միայն Հովնանի պատճառով, այս մարդիկ էլ չգիտեին եւ այս մարդիկ մտածում էին, որ ամեն մարդ կարող է իր Աստծուն, չաստվածներին աղաղակի, կարող է հնարավոր է որ չաստվածները նրանց օգնեն, բայց այն մարդիկ նաև եկան Հովնանի մոտ, որովհետև հասկացան, որ նավի խորքում ինչ որ մեկը տեղը տեղին հանգիստ քնած է, երբ որ խորտակվում է նավակը։ Նրան չէր հետաքրքրում ոչինչ։ Նա կարող էր անգամ խորտակվել, բայց մի վայրկյան, մի րոպե, այստեղ հարցը խորտակվելը չէ, այստեղ Հովնան, երբ որ դուք խորտակվես, դու մեկ հոգի ես, պիտի հասկանաս, որ Աստված քեզ տվել էր պատգամ մեծը Նինվեի վրա, որտեղ որ Աստվածաշունչը ասում է 120,000-ից ավելի մարդիկ էին ապրում ըստ Աստվածաշնչի, եւ դու ուզում էիր միայնակ խորտակվել, բայց դու չէիր հասկանում, որ Աստված ընտրել է քեզ մեկ հոգի, որպեսզի դու կարողանայիր քարոզչությունով, Աստծո խոսքով փրկել։ Բայց այն ջուրը, այն ջրերով, որ դու պիտի փրկեր այն մարդկանց կյանքը, դու չցանկացար եւ այն մյուս ջրերը Աստված ուղարկեց, որպեսզի քո կյանքը համենայն դեպս տպավորություն ստեղծվի, որ Աստված քեզանից խլում է։ Այս նավակում կատարվածի պատճառը, բուն պատճառը սիրելներ, եկեք ճիշտ հասկանանք Հովնանն էր։ Այո, այնտեղ կային աշխարհիկ մարդիկ։ Ես նորից եմ կրկնում շատ անգամներ, ես ավելի զարմանում եմ, զարմանք եմ առնում ապրում հավատացյալների վրա, քան երբևիցե ինչ-որ մի հետանոց անաստված մարդու վրա։ Հավատացած եղեք սիրելիներ, ու ես այսպես Հովնանի գիրք արդեն 50-60-ից անգամներ կարտացել անցել եմ, ամեն անգամ զարմանում եմ եւ ասում եմ՝ Տեր, չեմ ասում ինչու Հովնան իմ ձայնի չի լսի, բայց ասում եմ՝ Տեր, ինչպես կարող է հավատացյալ մարդը քո ձայնը չլսել։ Ինչպես կարող է հավատացյալ մարդը քո ձայնին հակառակ ընթանալ։ Կարող է սիրելներ։ Եվ ասում է, եւ նրանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Օ Եհովա, աղաչում ենք, թող չկորչենք այս անձի պատճառովը, քանի որ Հովնանը, չեմ ուզում բոլորովին կարդալ, Հովնանը արդեն պատմել էր իրավիճակներ այդ մարդկանց, այդ նավում գտնվող մարդկանց եւ ասել էր, որ պատճառը ես եմ, եւ այս մարդիկ աղոթում էին։ Այս մարդիկ չէին ուզում ուղղակի Հովնանին գցեին ծովը, բայց նրանք ասում աղոթում են եւ ասում. Եհովա, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդի անձի պատճառովը եւ անմեղ այրուն մի դնիր մեզ վրա, որովհետեւ դու ով Եհովա, ինչպես որ ուզում ես անում ես։ Եվ առան Հովնանին եւ ծովը գցեցին նրան, եւ ծովը դատարեց իր կատաղությունիցը։ Եվ այն մարդիկը մեծ երկյուղով վախեցան Տերիցը եւ զոհեր մատուցրին Տիրոջը եւ ուխտեր արին։ Եվ Տերը հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա, եւ Հովնանը ձկան փորումն էր 3 օր, 3 գիշեր։ Սիրելիներ, շատ մարդիկ կան, անգամ հավատացյալներ, որ այս պատմությանը կասկածում են։ Այս պատմական հիմքերին երբեք մի կասկածեք։ Ասեմ ինչու։ Առաջինը Հիսուս Քրիստոսը նոր ուխտի մեջ խոսեց Հովնանի մասին եւ ասեց Հիսուսը նշեց, ինչպես որ Հովնանը 3 օր ու գիշեր կետի փորումն էր, այնպես էլ մարդի որդին պիտի գտնվի 3 օր ու գիշեր դժոխքի գրկումը։ Ինչու։ Քանի որ Հիսուսը այս հաստատել էր այս պատմությունը, ես ամեն ժամանակ ասում եմ եւ հորդորում եմ այն պատմական փաստը, որ գրվել է Աստվածաշնչի մեջ, սա իրական է եւ ճշմարիտ է։ Եվ ուզում եմ ուղղակի քո հավատքը ընծայել այն բանին, որ այս մարդիկ այլևս ճաշ չունեին։ Ամբողջը պիտի կործանվեին, բայց այս մարդիկ աղաղակեցին Տիրոջ եւ ասեցին. Տեր, մեկ հոգու պատճառով մեզ մի կործանիր։ Եվ նրանք
վերցրեցին Հովնանին գցեցին ջուրը, քանի որ Հովնանը ինքն էր ասել, կարտացեք Հովնանի ամբողջ մարգարեությունը կտեսնեք, գցեք ինձ ջուրը եւ այս ձեզանից կվերանա։ Եվ ասում է Աստված հրամայեց կետին, որ Հովնանին կուլ տա։ Հիմա ուր հասավ Հովնանը։ Ինչու Հովնանի կյանքում պատահեցին այս իրականությունները, ինչու, որն էր պատճառը։ Ես այսօր ուզում եմ, որ մենք հասկանանք, որ մեր կյանքը չդառնա Հովնանի կարգավիճակին, քանի որ ընդհանուր ասում եմ ձեզ սիրելիներ, եթե Աստված քեզ հանել է, եթե Աստված քեզ հայտնել է, եթե Աստված իրականում տեսիլքներով կամ Սուրբ Հոգով քեզ տվել է այն զգացողությունը, որ դու պիտի այս քայլը անես նրա համար, փախչելը քեզ օգուտ չէ։ Փախչելը քեզ վնաս է։ Ոչ թե միայն քեզ է վնաս փախչելը, այլ նաև վնաս է աշխարհին, վնաս է քո կողքին ապրող մարդկանց բոլորի համար է վնաս սիրելիս։ Այս ջրերը, երբ որ մարդիկ Հովնանին գցեցին ծովը, Հովնանին փրկեցին, երբ որ ջրերի մեջ գցեցին Հովնանին, նա փրկվեց, ինչ եք կարծում, եթե կետը Հովնանին կուլ չտար, եթե Աստված կետին չհրամայեր, որ Հովնանին կուլ տա, Հովնանը կփրկվեր, չեմ կարծում։ Հովնանը այդ ջրերի մեջ չէր կարող փրկվել, որովհետև նրանք գտնվում էին ծովի խորքում։ Աստված հրաման արձակեց կետին, նայեք, կենդանին մեկ բան է, ասում է, որ կենդանիները ընդհանրապես մինչ այսօր կատարում են Տիրոջ կամքը։ Ամեն մի կենդանուն, երբ որ Տերը հրամայում է, օրինակ, կետին հրամայեց կուլ տալ Հովնանին եւ կետ այդ հրամանը կատարեց։ Երբ որ Աստված այն ժամանակ գիտեք գուբում, երբ որ Դանիելն էր, երբ որ նրանք գցել էին գուբի այրուցների մոտ, որ այրուցները նրան պիտի հոշոտեին, ասում է Աստված փակեց այրուցների բերանը։ Նրանք ինչ արեցին? Այրուցները հպատակվեցին Աստծո խոսքին։ Նայեք, կենթանին, կետը, այրուցը, նրանք հպատակվում են, եւ կետը ասում է Աստծո խոսքի հրամանով կուլ տվեց Հովնանին։ Եվ հիմա պարզվում էր կետը ավելի հնազանդ եղավ Աստծո խոսքին, քան թե Հովնան մաշկարեն, ով քարոզիչ էր։ Սա բավականին զարմանալի փաստ է, սիրելիներ։ Կետը ավելի հնազանդ գտնվեց, ձուկը, այսպես ասեմ։ Իսկ Հովնանը ոչ, եւ այսպես էլ մեր կյանքերն են, եւ որ մենք խոսում ենք, կաշտում ենք Հովնանից, եւ որ այս ամբողջ մարգարեությունները մենք ապրում ենք, ամեն մի Աստծո կյանքով ապրած մարդու կյանքը քննարկում ենք, քննում ենք եւ հասկանում ենք, որ այն սխալը, որ նրանք արել են, այսօր մենք պիտի չանենք, մեր կյանքում շատ բաներ կփոխվի, բայց երբ որ դու կաշտում ես այն գիրքը եւ մեղադրում ես, ասում ես, հա դե Հովնանն էր, էլի, դե արեց, էլի, Հովնանն էր, մի տարօրինակ մարդ էր, չարեց այն ինչ որ պիտի աներ, բայց մի րոպե, եկեք մենք մեր մատերը չտնկենք Հովնանի վրա, եկեք մենք այնպիսի տպավորություն չստանանք, որ այս խոսքը Աստված ուզում էր քեզ տալ, որպեսզի նա Հովնանին քննադատեր քո մոտ, ոչ սիրելիս, այստեղ ամենաշատը Աստված ձեռնոց է նետում, ամենաշատը այստեղ Աստված մաշտահրավեր է նետում, որ դու անձս հավատացյալ քրիստոնյա Հովնանը դեռ փառքով էր լցված, որովհետև Աստված հրամայեց կետին, իսկ արդյոք քո կյանքում Աստված ինչ որ մի հրաման կարծակի, որ քո կյանքը կարողանաս քո այն կործանող ջրերից փրկել, հարց տուրին գտքես։ Փաստորեն պարզվում է, որ Հովնանը այնքան առավելություններ ուներ, Հովնանն ուներ առավելություններ, եթե Հովնանը չունենար, ապա անկեղծ ասեմ, Աստծո համար նրա կորչելը ընդհանրապես ոչ մի բան չէր փոխի։ Բայց քանի որ ուներ առավելություններ եւ դու վերջում կհասկանաս թե որն էր այն առավելությունը Աստծո համար Հովնանին նվիրված, կհասկանաս թե ինչու Հովնանին Աստված չկործանեց։ Նոյան տապանը, ջրերից ենք մենք այսօր խոսում, Նոյան տապանին կրեցին ջրերը, մենք լավ ենք հասկանում, որ 40 օր ու գիշեր, երբ որ անձրևներն հուրդարատ եկավ եւ ասում է գետնի տակից աղբյուրներն էր բարձրանում եւ երկնքի կարծես թե պատուհաններն էր բացվել եւ ասում է Նոյան տապանին կրեցին ջրերը, կրեցին, բառից բուն իմաստով սիրելիս ջրերը կրեցին Նոյան տապանի փրկությունը ջրերն էին, բայց սույն ջրերը կործանեցին առաջին աշխարհը։ Ես ինչու եմ ասում, մեկ ջուրը տալիս է կյանք, այն մյուս ջուրը կործանում է։
Ինչից է սա կախված, մարդիկ։ Ինչու համար է այսպես։ Ինչու է կարող ջրերը ինչ որ միտեղ կործանել եւ ջրերը ինչ որ միտեղ փրկել։ Սա ինչից է ընդհանրապես կախված այս բանաձևը։ Մենք այսօր կհասկանանք։ Աստծո խոսքը, ասում է Աստվածաշունչը, շատ պարզ։ Աստծո խոսքը, որը որ ջրերի հետ է համեմատում Աստվածաշունչը, մեկի համար փրկության խոսք է, ուշադիր լսիր։ Այն մեկի համար փրկության խոսք է, իսկ սույն Աստծո խոսքը այն մյուսի համար դատաստան, գլորման քար։ Կամ փրկության վեմ է, կամ գլորման քար է։ Հիմա ես ուզում եմ դու հասկանաս, այն ինչ որ դու կընտրես այդ սույն ջուրը քեզ համար, այն էլ նա քեզ համար կդառնա։ Դու կընտրես նրան գլորման քար, կգլորվես նրա տակին, եւ նա քեզ կջախջախի, գրված է այսպես Աստվածաշունչը, այն սույն խոսքը մարդիկ, Աստծո խոսքից եմ ես խոսում, Աստծո ջրերից եմ խոսում, փրկարար։ Բայց այն խոսքը, որ դու կդարձնես քո կյանքի մեջ, քո վեմը, փրկության վեմը, այն ջուրը, այն խոսքը քեզ կփրկի։ Փրկությունը խոսքն է, խոսքը փրկիչը Հիսուսն է, որտեղ գոյ է կենտանի խոսքը, այնտեղ կա կենտանի փրկություն։ Միշտ իմացիր սա։ Դու չես կարող գտնվել մի վայր, որտեղ որ ընդհանրապես չկան կենտանի Աստծո խոսք, այնտեղ դու փրկություն մի փնտրիր, որովհետև մոլորվելու ես եւ այդ մոլորությունը քեզ տանելու է կործանման։ Եվ որտեղ որ կա կենտանի ջրեր, կենտանի Աստծո խոսք, այնտեղ դու կարող ես գտնել փրկություն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Ինչու՞։ Ծննդոցը գրում է մի շատ հետաքրքիր բան, Առաջի գլուխ 1:1-3-ն եմ կաշտում։ Նայեք Աստված ինչ է ասում։ Սկզբում ասում է Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, եւ երկիրն անձև եւ դատարկ էր, խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Որտեղ որ կա ջուր, սիրելիս, ես նորից կրկնում եմ, անգամ ուզում է այնտեղ խավար լինի, երկիրը, որը բնութագրում է մեր մարդկային էությունը եւ կյանքը, այնտեղ այսպես թե այնպես խավար է, եւ այս խավար երկրի վրա, ասում է ջրերի վրա շրջում էր Աստծո հոգին։ Ինչ է սա նշանակում, որտեղ որ դու ունես ջուր քո հոգում, քո սրտում, քո էության մեջ, քո անձիդ վրա, դու ունես Աստծո խոսք, դու ունես այն ջրերը, իմացած եղիր, որ Աստծո հոգին շրջելու է այնտեղ։ Եթե դու չունեցար այն ջրերը, Աստծո հոգին միայն շրջում է ջրերի վրա, սիրելիս, դու հավատացյալ մարդ, եթե դու չոր ես, եթե դու տիղմված ես, եթե դու չորացած ես, եթե դու դարձել ես անապատի նման կիզիչ եւ չոր, իմացած եղիր, այնտեղ Աստծո հոգին լինել չի կարող, քանզի Աստվածաշունչը մեզ ասում է պարզ, Աստծո հոգին շրջում է, որտեղ ջրերի վրա։ Այո, ջրերի վրա, խոսքի վրա, սիրելիս, ունես խոսք քեզանում, ունես Աստվածաշնչյան խոսք, քեզանում կշրջի Տերը եւ քո խավարը կդարձնի լույս, եթե կաշտում ես շարունակությունը եւ ասում է Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Որտեղ կա կենտանի խոսք, այնտեղ բնակվում է Աստծո Սուրբ Հոգին։ Հոսող ջրերը մաքուր եւ կենտանի են մաքրելու, սիրելիս, երբ որ մենք ներկայացնում ենք մի պա պատկերացրու դու ունես հոսող ջրեր, որը այսպես հոսում է, այն հոսող ջուրը երբեք չի կարող կեղտոտ լինել, գիտես սիրելիս, որովհետև այն հոսում է։ Այն հոսող ջրերը կարող են մաքրել, բժշկել, այն հոսող ջրերը կարող ես դու խմել, եւ այն հոսող ջրերը կարող են քո ծարավը հագեցնել, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ կա նաեւ ճահճացած ջրեր, անշարժ, տիղմային, գարշահոտ, որոնք մարդկային հավատքի կյանքը կործանում են, սրանք այն տիղմացած, ճահճացած ջրերն են, որոնցից ոչ դու կարող ես խմել, որոնցով ոչ դու կարող ես փրկվել, որոնցով ոչ դու կարող ես մաքրվել, քանզի սկզբում ջուրը ինքը պիտի լինի մաքուր, որ կարողանա քեզ մաքրել։ Սկզբի ջուրը ինքը պիտի լինի խոսքը պիտի լինի անարատ, որ կարողանա քեզ փրկել։
Եվ այսպես այս երկու տարբեր ջրերի տարբերությունը մենք հասկանում ենք, որ այն էլ է ջուր, սա էլ է ջուր, բայց այս մեկը փրկում է հոսող ջուրը, ճահճացած ջրերը ինչ անում, կործանում է։ Դու ընդհանրապես լսել ես ճահճի մասին։ Եթե մարդը ընկնում այնտեղ, դժվար թե կարողանա նա փրկվի այնտեղից, որովհետև այնքան տիղմ է այն, որ քաշում է վերջում, մինչև որ անգամ ականջի բլթակ չի մնում։ Եվ այսպես է ոչ կենթանարար խոսքը Աստծո, ոչ կենթանի Աստծո խոսքը ու պատգամը։ Եվ մենք ինչին պիտի փափագենք կենթանի ջրերին։ Դա թագավորած կարդում եմ 5-րդ գլուխը 9-12-ը։ Եվ Նեեմանը, սա մի ասորի մարդ էր բորոտ, Նեեմանը գնաց իր զիերովն ու կարգովը եւ կանգնեց Եղիսեի տան դրան մոտ, Եղիսեն մարգարե էր, եւ Նեեմանը ասորի էր հետանոս բորոտ մեկն էր։ Եվ Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ ասելով գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանանումը եւ մարմինդ քեզ մոտ կդառնա եւ կմաքրվես։ Բայց Նեեմանը բարկացավ եւ գնաց ասելով. Ահա ես կարծում էի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա եւ կկանգնե ու իր Եհովա Աստծո անունը կկանչե եւ ձեռքը կդնե այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունը կբժշկվի։ Միթե Դամասկոսի Աբանա, փարփար գետեր Իսրայելի բոլոր գետերից լավը չեն։ Միթե նրանցում չէի լվացվի եւ մաքրվի։ Նայեք, այս Նեեմանը մի ասորի էր, Եվ որ պատերազմի ժամանակ նրանք բերել էին մի փոքր իսրայելացի երեխայի եւ տարել էին իրենց տունը որպես ծառա, այս երեխան մեկ օր այս Նեեմանին ասեց. եթե դու գնայիր մարգարեի մոտ, նա քո բորոտությունը քեզանից կբժշկեր։ Եվ այս Նեեմանը նամակներ էր գրել թագավորի եւ թագավորն այնպես էր արել, որ նա հասներ Եղիսեի մոտ, եւ այս Նեեմանը իր բորոտությունով կտրել էր ճանապարհ, եկել էր որպեսզի նա բժշկվեր։ Հիմա այստեղ հետաքրքրությունը գիտեք որն է, մարգարեն Եղիսեն հրճակեց խոսք։ Ասեց Նեեմանին գնա 7 անգամ սուզվի լվացիր Հորդանանի գետումը եւ քո բորոտությունը կվերանա։ Հիմա այստեղ ինչ պատճառ կա բարկության եւ ասում է Նեեմանը բարկացավ եւ ասեց Աբնա փարփար գետերը Հորդանանից լավը չեն։ Նեեման, եթե քեզ Եղիսեն ասել է գնա լվացվիր Հորդանանի 7 անգամ գետում, ուրեմն նրանք փարփատն ու աշպատը լավը չեն, հաստատ լավը չեն։ Եթե լավը լինեին, մինչև այսօր դու այդ գետերի մեջ լվացվել ես եւ քո բորոտությունը չի անցե, նշանակում է այդ գետերի ջրերը քո բորոտությունը մարմնավոր չեն կարողացել բժշկել։ Եվ քեզ պետք է այն գետը, որ քեզ Աստված է ուղարկում մարգարեի բերանով, որպեսզի դու գնաս եւ լվացվես 7 անգամ։ Եվ սա այնքան հետաքրքիր է, այս թիվը 7 անգամ, ինչու 7 անգամ սիրելներ, սա իր մեջ ունի շատ մեծ խորհուրդ։ Ինչ է նշանակում բորոտություն ընդհանրապես։ Մենք լավ ենք հասկանում, որ առաջներում հին ժամանակներում մարդիկ չեն ունեցել հիգիենա, հասկանում ես։ Հիգիենիկ ոչ մի պարագաներ չեն ունեցել։ Նրանք չեն ունեցել օճառ, նրանց միակ միջոցն է եղել մուրը։ Եվ այս պատճառով շատ բորոտներ են եղել։ Այն ժամանակներում բորոտությունը ընդհանրապես սկսվում է աղտեղությունից, ինչ որ մի բակտերիալ հիվանդություն է առաջանում եւ դա դառնում է չարվորակ եւ սկսում է մարդկային մաշկը, ես որպես քույր եմ բացատրում, ուտել եւ այսպես ուտել եւ վերջացնել այդ բակտերիաները ահռելի մի բան է որ ես ինքս ապրել եմ թե ինչպես են այդ բակտերիաները այդ չարվորակ բակտերիաները մարդկային մաշկը ուտում աղտեղում եւ վերանում է նրա մաշկը մնում է միայն ոսկոր եւ այսպես այս Նեեմանը բորոտ էր նա եւ այս Նեեմանը չէր ուզում Հորդանանի ջուրը 7 անգամ լվացվել Իսկ ինչ ես կարծում, չկան արդյոք բազում Նեեմաններ հոգևոր բորոտությունով լեցված, որ նրանց պետք էր գալու Հորդանանի ջրերը 7 անգամ լվացվելու, որպեսզի նրանք առողջանային, բայց նրանք ասում են ոչ։ Ոչ, ասում են, իմ աշխարհիկ ջրերը կարող է վատն են Հորդանանի ջրից, չէ, կարող է վատը չեն, իրականում շատ վատն են, որովհետև աշխարհիկ քարոզչությունները, աշխարհիկ մարդկային տեսակետով տրված քեզ խոսքը չի կարող բժշկել։ Նեեման, աշխարհի ջրերը քեզ չեն կարող բժշկել, հասկանում ես դու։
Քո այն գետերը, որը գտնվում են քո ասորեստանում, այն գետերը քեզ չէին կարող բժշկել, եթե կարողանային, ինչ այն պիտի բժշկած լինեին։ Այնպես որ սիրելիս, մենք հասկանում ենք, որ այստեղ եւս մեկ մարդ, ով ուզում էր Տիրոջը հակառակ քայլել, Տիրոջ խոսքին հակառակ գնալ մի րոպե։ Ինչ է գնում քեզանից, եւ նրա ծառան մոտեցավ, այս չեմ ուզում կարդալ, եւ նրան ասեց. եթե քեզանից մի դժվար բան պահանջվեր, ապա դու այդ ամենը կանեիր, չէ, բժշկվելու համար։ Ինչ է քեզանից պահանջվում։ 7 անգամ սուզվիր եւ բարձրացիր։ Հորդանանի գետը, այո, այնտեղ էր Հիսուս մկրտում, այնտեղ Հիսուսը մկրտվեց, այն ունի զորություն, հասկանում ես։ Այնտեղ կոհեր Սուրբ Հոգին, երբ որ հիշում եք, աղավնի տեսքով իջավ Քրիստոսի վրա։ Եվ այսպես Նեեման, քո բորոտությունից դու պիտի ձերբազատվես։ Եթե դու այդքան ճանապարհ կտրե եկել ես եւ ասում ես, որ եկել ես դրա համար եւ դու առանց բժշկվելու ետ ես վերադառնում, ապա դա քրիստոնյային հավատացող մարդին հարիշ չէ, ուրեմն դու այնքան մեծ անհավատ ես, որ ուզում ես ետ վերադառնալ այն էլ բարկացկոտ, Աստծուց բարկացած, թե մարգարեից բարկացած, թե ումից բարկացած։ Հորդանանը հոգևոր ջուր է։ Սիրելիս, նորից կրկնում եմ, որտեղ շրջում է Աստծո հոգին, այնտեղ կան ջրեր, որտեղ որ կան ջրեր, այնտեղ պիտի շրջի Աստծո հոգին։ Գիտեք ինչու, սա կարևոր է։ Այն ջրերը նույն ջրերը չեն, որտեղ չի շրջում Աստծո հոգին։ Նրանք էլ են ջրեր, բայց նրանք երբեք քեզ չեն կարող բժշկել, ոչ ֆիզիկապես, ոչ հոգևորապես։ Ասեմ քեզ, այս հին ուխտ ընդհանրապես սիրելիներ, նա մեզ տրվել է ֆիզիկական բուրըն նշաններով, բայց այսօր այն մենք պիտի հասկանանք, թե ֆիզիկական եւ թե հոգևորապես։ Սա կարևոր է, ամբռնել է կարևոր, որ մենք ամեն մի այս խոսքից պիտի հասկանանք մեր հոգիները բժշկել, բայց ինչ ջրերով։ Ամեն մեկս այսօր Նեհեման ենք, նա ասորի էր, դու էլ հայ ես, նա ասորի հետանոս էր, դու էլ հայ հետանոս ես, նա ասորի բազմաստված էր, դու էլ ես հայ բազմաստված։ Ես չեմ կարծում, որ հայերի շատերի մեջ կա մի աստվածությունը, որովհետև ես ասում եմ, որքան քո կյանքի մեջը կռապաշտությունը շատ եղավ, այնքան աստվածությունը, բազմաստվածությունը կլինի շատ, չէ որ դու որոշակի բաներ ես պաշտում բացի Աստծուց։ Հիմա աշխարհիկ այս իրավիճակը, այս թյուր գաղափարը մենք պիտի կարողանանք մեզանից դուրս հանել։ Մենք պիտի հասկանանք, որ Հովնանն այսպես արեց, բայց ես այսպես պիտի չանեմ։ Այս Նեեմանը այսպես արեց, բայց ես այսպես պիտի չանեմ։ Այնտեղ գոյություն ուներ մի Եղիսե, այնտեղ գոյություն ունի Աստված, այնտեղ գոյություն ունի Աստծո խոսք, սիրելիս, եւ այն Աստծո խոսքը հրճակվում է, Եղիսեներով հրճակվում է։ Գնա, լվացվիր 7 անգամ Հորդանանովը, եւ այս խորհուրդն էլ ես քեզ տամ։ Ինչու ասեց 7, չասեց 3։ Ինչու չասեց 15, չասեց 7, որովհետեւ շաբաթվա օրերը 7 օրեր են։ Երբ որ դու տոճորվում ես այս սովից եւ ծարավից, քանի որ Աստվածաշունչը քեզ համար բաց է եւ Աստվածաշունչը ուզում է ասել, դու չես կարող 1 օր լվացվել Հորդանանում։ Չես կարող 2 օր։ Դու այնտեղ պիտի լվացվես 7 օր։ Այսինքն ամբողջ շաբաթը քեզ համար պիտի լինի լվացվելու, մաքրվելու օրեր, 7 օր շաբաթվա մեջ։ Հիշի սա խորհուրդ է, սա պատգամ է ամեն մեկիս։ Իհարկե, եթե լվացվես, իհարկե, եթե ճաշակես այն 7 անգամ ջուրը մտնելը, ես ասեմ քեզ, այն նաև տալիս է մեզ հասկացողություն մկրտության։ Մենք հիշում ենք, որ երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ, Հովանես մկրտիչը նրան մկրտեց, ինչ էր անում Հիսուսը։ Նա սուզվեց ջրի տակ, մկրտվեց եւ բարձրացավ։ Եվ ասում է, Աստծո Սուրբ Հոգին աղավնու տեսքով հանգչեց նրա ուսերի վրա։ Ինչու մարդիկ։ Ինչու, որովհետև այդ պահին խորհուրդ տամ ես քեզ ուղղակելի սիրելիս, թույլ տուր ինձ բացատրեմ ինչ է դա նշանակում։ Երբ որ դու հավատացյալ մկրտվում ես, բայց չես հասկանում ինչ է նշանակում քեզ համար այդ ջրի մկրտությունը, Հիսուսը սուզվեց ջրի տակ։ Սուզվեց,
Նա մարդկայնորեն մահացավ ջրի տակ եւ նա վերածնվեց հոգեվորապես, երբ որ նա ջրից դուրս եկավ, ասում է Աստծո Սուրբ Հոգին աղավնի տեսքով նստեց նրա ուսերի վրա եւ սա էր պատգամը, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ջրի տակ, թողնելով իր մարդկային էությունը, մարմինը եւ վերածնվեց Սուրբ Հոգուց։ Սա է կոչվում մկրտություն, եւ մկրտությունը նույն բանն է։ Քո հոգեվոր ամեն աղտեղությունից դու մաքրվելու ես։ Եթե դու իրապես մկրտվես Նեեման, եթե դու թույլ տաս ինքդ քեզ հասկանալու, որ այն 7 անգամ սուզվել է, քեզ նաեւ մկրտելու է քո մեղքերից, մկրտելու է քո մարդ տեսակից եւ քեզ տալու է հնարավորություն հոգեվորապես ապրելու, ավելի շուտ դու կվազես, որովհետև դու կհասկանաս, որ քեզանից կգնար բորոտությունը, թե ֆիզիկապես եւ թե հոգեվորապես։ Լվացվիր կենտանի խոսքով, սիրելիս, լվացվիր հարկն է, բացիր Աստվածաշունչը։ Ես մարդկանց բազում անգամներ ասել եմ, դուք կարող եք ինչը լսել։ Դուք ունեք իրավունք ազատ կամք անջատելու եւ միացնելու այդ կնոպկան, բայց դուք իրավունք չունեք Աստծուն չլսելու։ Դուք իրավունք չունեք Աստվածաշունչը ձեր կյանքում փակ պահելու մարդիկ։ Երեք ես ընդամենը խոսում եմ, սա վկայելու համար ասեմ, խոսում եմ մի կնոջ հետ անուններ չեմ ուզում տալ։ Ես նրան ճանաչում եմ ընդամենը ամիսներ կարելի ասել։ Եվ նա ասում է, Անահիտ, իմ կյանքում ոչինչ չի կարող այլևս իմ խնդիրները բժշկել, ոչ մի տեղեր, ոչ մի բժիշկներ։ Ես տառապում եմ, գլխապտույտների տակ տառապում եմ, չեմ կարողանում անգամ մաճակալիցս վեր կենալ։ Եվ Տերը փակեց իմ աչքերը եւ բացեց իմ բերանը, եւ ես ասեցի, սիրելիս, հիշիր, նոր ենք ծանոթացել իրար հետ, ինչ պատգամ եմ ես քեզ տվել։ Նայեք, Հովնանի տեսակներն այնքան շատ են, սիրելներ, այնքան շատ են այս երկրի վրա Հովնանները։ Ասեցի, կարծում ես, Աստված դատարկ է իր խոսքը ուղարկել քեզ։ Կարծում ես, Աստված եթե խոսք է քեզ տվել հռչակել, եւ դու այն նրանից փախել ես հակառակ ուղղությամբ, դու կարծում ես քեզ լավ ես զգալու։ Ես նրան ասեցի, սիրելիս, այսօր ես քեզ վերջին անգամ եմ կրկնում այդ նույնը։ Քո ցավը այնպիսի մի ցավ է, քո բորոտությունը Հովնան, կներեք, այնպիսի մի բորոտություն է Նեեման, որ միայն կարող է քեզ օգնել Աստծո խոսքը, ոչ մի դեղեր չի օգնելու, ոչ մի բժիշկներ քեզ չեն կարողանալու օգնել, հասկացիր։ Եվ ես ասեցի նրան այսպես. Ժամանակն է հասկանալ, ետ դառնալ։ Ես քեզ այն ասել եմ 9 ամիս առաջ, բայց դու այն ասելուց կարծես թե փախար եւ ուղակի նավակի խորքում քնեցիր, լավ արեցիր։ Եվ հիմա կարթնանաս այն իրավիճակների մեջ, երբ որ քեզ փոթորիկները Հովնան ծովի մեջ կփոթորկեն ու դու կհասկանաս, թե արդեն կործանված մարդ ես, դու կործանվում ես, եւ այն ժամանակ գրեթե կհասկանաս, որ Աստծո խոսքից փախնելը ուղակի անհնար է։ Սիրելիս, եթե Աստված քեզ ընտրել է, ես ասեմ քեզ, իմ կյանքի ամենավերջի իրավիճակին եմ ես գտել Տիրոջը։ Իմ կյանքի ամենավերջի պահին, երբ որ ես եղել եմ կործանված, թե ֆիզիկապես, թե հոգևորապես, ասեմ այսպես եմ եղել, ինչպես այս գրիչը, այսպես կախված անդունդից։ Եվ մինչ որ ես արդեն անդունդը կգնայի, Տերը հասել է։ Տերը փրկել է ինձ, Տերը տվել է խոսք, բայց ես այն խոսքը հասկանալով վերցրել եմ։ Նեհեման, Հովնան, ես չգիտեմ ով ես դու, բայց Աստծո խոսքին պետք չէ հակառակենալ։ Դա չի ստացվելու ոչ մեկից մոտ, սիրելիներ։ Ինչ է կարծում, կարող Աստված իր խոսքը ուղղակի այսպես հայտնել եւ հետո ասել դե ոչ, ասում է, ոռոգում է երկիրը, արգասավոր է անում երկիրը եւ ասում է խոսքը երբեք դատարկ Աստծուն հետ չի վերադառնում եւ սա քո ականջին օղ արա, եթե խոսքը տվել է, նա առանց քեզ ասումը չի վերադառնա։ Եվ այսպես ուզում եմ շարունակել, մի փոքր ես դուրս եկա գծից։ Սուզվիր կենտանի խոսքի մեջ եւ այն կլինի քո մարմնի բարաշտությունը եւ քո հոգու բժշկությունը։ Մատթեոսի 14-րդ գլուխ 23-ից 30 Եվ երբ որ ժողովուրդներին արձակեց,
վերելավ Սարը առանձին աղոտ կանելու, եւ երբ որ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ, բայց նավն աշտեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծվում էր, եւս մեկ անգամ ալեկոծում, որովհետեւ քամին ներհակ էր եւ գիշերը 4 պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ, եւ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գնալի, շփոթվեցան եւ ասեցին, թե աչքի երևույթի բան է, եւ վախից աղաղակեցին։ Եվ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախենակ»։ Եվ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. «Նայեք, սրամտությունը Պետրոսի, Տեր, եթե դու ես», այսինքն կասկածում էր Պետրոսը, «եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ կամ»։ Նա էլ ասեց. «Եկ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբ որ սկսեց ընկղմվել, աղաղակեց եւ ասեց. «Տեր, փրկիր ինձ»։ Սա էլ է տարօրինակ մի պատմություն։ Եվս ջրեր, եվս ընկղմվել, եվս աղաղակ, եվս անհավատություն, սնահավատություն։ Պետրոս ինչու ցանկացար քայլել ջրերի վրայով։ Սա ուղղակի խորը իմաստ ունի։ Սիրելիս, ինչպես կարող է մարդը առանց Քրիստոսի նմանվելու, առանց փորձ անելու Քրիստոսի նմանվելով նմանվի Հիսուսին։ Ինչպես կարող է մարդը, դա անհնար է։ Պետրոսը ուզում էր քայլել ջրերի վրայով, բայց նա չուներ այն ջրերը։ Հասկանում եք, մարդը պիտի ունենա այն ջրերը, որպեսզի կարողանա ջրերի վրայով քայլել։ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին էր, նա էր խոսքը։ Նա ուներ խոսքը, նա էր խոսքը, նա էր ջուրը, հոսող ջուրը, կենտանի ջուրը։ Մենք բազում անգամ ներկաշտում ենք Հովանեսի սիրո ավետարանի մեջ։ Բայց Պետրոս, ինչպես դու կամեցար ջրերի վրայով քայլել, արդյոք դա քեզ մոտ կստացվի, ոչ Պետրոս, չի ստացվի քեզ մոտ կամ կստացվի այնքան ժամանակ, մինչև որ Աստված թույլ կտա, որ փոթորկվեն ջրերը։ Եվ այն ժամանակ վախից դու կխորտակվես, եւ այն ժամանակ կհասկանաս, որ դու պիտի կանչես քո Տեր Աստծուն, Տեր, փրկիր ինձ։ Ինչու։ Ինչու է մեզ մեր կյանքը ստիպում, սիրելիներ, խորտակվելուց հետո գոռալ եւ աղաղակել, բայց ինչու մենք չենք հասկանում, որ մինչ խորտակվելը ունենք ճանապարհ։ Պետրոս, քեզ պետք չի խորտակվել, քեզ պետք չի նաեւ ջրերի վրայով քայլել, քեզ պետք է ընդամենը ջրերը ունենալ, ջրերով ապրել եւ հիմա կհասկանանք նաեւ ինչպես օգտագործել այն ջրերը հաստատ իմ եւ քեզ համար չէ ջրերի վրայով քայլելը, սիրելիս, որովհետեւ մենք Աստծո որդի չենք, որովհետեւ մենք Աստծո խոսքը չենք։ Եվ ասում է Աստծո հոգին քայլում է, շրջում է ջրերի վրա։ Միայն կարող է Աստծո հոգին շրջել ջրերի վրա, ոչ Պետրոս, ոչ Պիղատոս, ոչ Անայիդ, ոչ մեկ չի կարող ջրերի վրայով շրջել։ Միայն ու միայն հասկացիր Աստծո հոգի։ Եթե այն դու ունես, կշրջի քո խոսքի ջրերի վրա։ Պետրոս, դու Հիսուսը չես, քեզ պետք չէ, քեզ ընդամենը պետք է հնազանդել եւ Հիսուս Քրիստոսին քո նավակի մեջ առնել։ Եվ հիմա գալիս ենք Եզեկիելի մարգարեությունը, որտեղ որ մենք ստույգ կհասկանանք, թե որտեղ եւ ինչպես պիտի քայլի ամեն մի հավատացյալ։ Եզեկիել 47-րդ գլուխ։ Երեքից 5-ն եմ կաշտում։ Ասում է. Մաշտը դեպի արևելք դուրս գնալիս մի լար ուներ ձեռքին։ Սա ընդհանրապես մարդ չէր, հրեշտակներ, եւ 1000 կանգուն չափեց եւ ինձ, այսինքն Եզեկիել մարգարեն տեսիլք էր տեսնում եւ գրել է, արձանագրել է։ Եվ ինձ ասում է 1000 կանգուն չափեց այդ լարովը եւ ինձ անցկացրեց ջրերովը։ Ուշադիր եղեք մարդիկ, այստեղ հայտնության մեծն խորհուրդ կա, որ այսօր ես քեզ մեծ սիրով փապակով ուզում եմ տալ։ Մինչև գաշապարներս էին այն 1000 կանգունը եւ նա չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց, ասում է անցկացրեց ջրերովը եւ ջրերը մինչեւ ծունկներս էին եւ չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերը մինչեւ մեջքս էին եւ չափեց 1000 էլ մի գետ, որով չկարողացա անցկենալ, որովհետեւ ջրերը հորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ չէր կարելի
անցկենալ։ Ինչ է նշանակում սա։ Սա ուղղակի շատ մի հետաքրքիր տեսիլք է, որ Եզեկիելը ինքը տեսել է եւ ընդհանրապես ես ասում եմ մի րոպե տեր ասում եմ, ես աստեղ մի տեսակ թյուր եմ հասկանում այս գաղափարը եւ որ առաջի անգամ, երկրորդ անգամ կաշտացել եմ, ասում եմ մի րոպե, հրեշտակը կարող էր ինձ ընդամենը անցկացնել այնտեղ, որտեղով որ ես ինքս չէի կարող անցնել։ Հիմա դու կասես մի րոպե, ջրերը մինչեւ Գարշապարը 1000 կանգուն չափեց հրեշտակը եւ Եզեկիելին անցկացրեց, այսինքն բռնեց, ձեռքից անցկացրեց եւ ասում է ջրերը մինչեւ Գարշապարն էին, մինչեւ կրունկները եւ հրեշտակը անցկացնում էր նրան։ Ես ուզում եմ դու այս ստույգ հասկանաս ու այս պահես քո մտքիդ մեջ եւ ասում է եւս 1000 կանգուն եւ ասում է ջրերը մինչեւ ծնկներս էին եւ նորից հրեշտակը անցկացրեց այն ջրերով մինչև ծնկները, բայց չէ որ մարդը ինքը կարող էր այդտեղ անցնել, չէ, կարող էր թե ոչ, բայց ասում է հրեշտակն անցկացրեց եւ ասում է եւս 1000 կանգուն եւ ջրերը մինչև մեջ քսեին եւ նորից ասում է հրեշտակը անցկացրեց ինձ մինչև ջրերս մեջ քսեին եւ ասում է նրանից հետո եւս 1000 կանգուն եւ այստեղ այլևս հրեշտակից խոսք չկա։ Այնքան գեղեցիկ հայտնություն է սա սիրելիս, եւ որ դու կհասկանաս սրա խորհուրդը, բայց մի րոպե, չէ որ առանձնակիորեն այդտեղ պիտի լիներ հրեշտակը տեր։ Որտեղ որ ես ինքս չեմ կարողանում անցնել այլևս, ես չեմ կարողանում կանգնել, այնտեղ հրեշտակը պիտի ինձ անցկացներ։ Իմ ինչին է պետք հրեշտակը, որ մինչև մեջքս ինձ անցկացնի, հասկանում ես, բայց արյուտես այդպես էր։ Հրեշտակը անցկացրեց Եզեկիելին մինչև մեջքի հատվածը ջրերը։ Այնտեղից հետո Եզեկիելը արդեն չուներ ոչ հրեշտակ, ոչ ուներ հատակ, ոչ ուներ կանգնելու տեղ։ Եվ հիմա եզրակացրու թե ես ինչ եմ ուզում ասել, թե Աստծո խոսքի հայտնությունը ինչ է ուզում քեզ ասել։ Ուզում է ասել հայտնությունը որ մարդը, հավատացյալ մարդը, լինես դու Եզեկիել թե Անահիտ, լինես դու Նեեման թե լինես Հովնան, ով ուզում ես եղիր, ինչ անուն ուզում ես դու քեզ տուր կուզես եղիր, եսասեր, աստվածասեր կամ ասուն անարգող, եղիր Աստծո խոսքին հակառակ գնացող, քեզ հրեշտակը տանելու է մինչև քո գոտկատեղը։ Ինչու։ Ինչու։ Որովհետև դու մարդ հոգևոր քո կյանքի մեջ անգամ մեկ քայլ անել առաջ չես ուզում։ Դու չես ուզում մեկ քայլ գնալ եւ մեկին երկրորդ քայլը գնալ, դու մեկ քայլ գնում ես, երկու քայլ հետ ես գալիս, առաջանում ես 4 քայլ, 6 քայլ հետ ես գալիս եւ այսպես է մեր հոգևոր կյանքը։ Եվ այստեղ մեզ հրեշտակ է պետք։ Մեզ պետք է մեկ ով որ քեզ կբռնի եւ կանցկացնի կհասցնի այն ջրերի մոտ մինչեւ որ դու այլևս հնարավորություն չունենաս ոչ ինքդ քայլելու, ոչ ինքդ առաջ գնալու, այստեղ արդեն դու պիտի ընկնես ջրերի հոսքի մեջ եւ լող տաս։ Եվ այստեղ այլևս հրեշտակ չի լինելու։ Գիտես սիրելիս, մարդկային էությունն է սա, մարդկային տեսակն է։ Մարդը ընդհանրապես զգացել ես, որ զորով է Աստծուն գնում։ Մարդուն պիտի բրթես, պիտի հրես, պիտի ինչ որ մի կերպ, ինչ եք կարծում, ինչ է մեր կյանքի կարգավիճակը։ Որն է Նեեմանի բորոտությունը։ Որն էր Հովնանի հակառակությունը, ուշ տարավ նրան, ինչու, որովհետև եթե ինչ որ մեկ հրեշտակ լիներ եւ նրան ոչ թե տաներ հակառակ ուղությամբ, այլ Հովնանին բռներ եւ տաներ այն ուղությամբ, որով որ Աստված նրան ուղարկել էր Նինվե քաղաքը քարոզելու, չեմ կարծում, որ Հովնանի կյանքում այսպիսի տարօրինակ բաներ կլինեին։ Բայց արյուտես, որ հրեշտակը մեր ձեռքից կբռնի եւ 1000-ը կչափի մինչեւ մեր գաշապարը, 1000-ը կչափի մինչեւ մեր ծնկները, 1000-ը կչափի մինչեւ մեր մեջքը եւ նորից 1000 էլ կչափի եւ այնտեղից քեզ բաց է թողնելու։ Բացարձակապես դու արդեն այնտեղ ինքդ պիտի լող տաս, դու այնտեղ արդեն հույս չունես, դու այնտեղ արդեն ջրերի մեջ ես։ Այստեղ ուներ ինչ որ մեկ հույս, որ ինքդ կկարողանար ետ վերադառնալ, չսուզվելու համար, բայց քեզ հրեշտակը թույլ չտվեց։ Քեզ հրեշտակը տարավ այնքան մակարդակի, որ դու այլևս ինքդ չկարողանաս ետ դառնալ։ Այստեղ է հարցը, այստեղ է հայտնությունը, որ քեզ որոշակի հրեշտակներ,
որոշակի քարոզիչներ այնքան են բրթում, դու տասնյակ տարիների հավատացյալ ես, բայց դեռ քո հավատքի կուսությանը չես հասել։ Դու տասնյակ տարիների հավատացյալ ես, բայց անգամ քո ոտքերը մինչև գարշապարը ջրով լցված չէ այսինքն Աստծո խոսքով։ Դու հասկանում ես, դու հավատացյալ ես տասնյակ տարիների, չասեմ Նեեմանի նման, բայց 7 անգամ երբևիցե Հորդանանի մեջ լողացած կաս։ Ոչ։ Ինչու եմ ես այսպես, ես չգիտեմ, ինչու է Տեր այսպես խոսում մարդիկ։ Խոսում է ձեր հետ, հավատացյալների հետ, կարող է ինձ աշխարհիկ մարդը լսելով բարկանա, բարկացիր, իրավունք ունես դրա։ Բայց հավատացյալ մարդը պիտի հասկանա, որ վերջը, քեզ այդքան ճանապարհ տարել է հրեշտակը եւ հիմա բաց է թողել, եւ հիմա դու պիտի լողաս, դու ինքդ պիտի փորձես, Աստծո խոսքի մեջ տրվես, դու ինքդ պիտի հասկանաս, որ պիտի մկրտվես, դու պիտի հասկանաս, որ քո եսը պիտի մահանա, դու պիտի հասկանաս, որ միայն ջրերի մեջ ես դու։ Հավատացյալ մարդու էական այն տեսակը, ինչը որ կուզի Աստված տեսնել։ Սա է հայտնությունը։ Սա է սիրելիս։ Ստիպված զորով քաշ է տալիս մեզ Աստված, հրեշտակը, մարդկային տեսակները տանում են այնտեղ, թողնում են բաց եւ ասում են դե գնա ու լողացիր։ Դե գնա ու լողացիր, դե հասկացիր իրական հավատքի կյանքը, սիրելիս, հասկացիր, այն ետդարձ չէ, այն ուղղակի ճանապարհ է, հակառակ աշխարհի հոսքի։ Իսկ դու կարող ես այն, չէ, չեմ կարծում, քեզ համար այնքան էլ հեշտ չէ հրեշտակի հետ քայլել, բայց պիտի քայլես, քանի որ քո հետ կա հրեշտակ, դու ուզես չուզես Եզեկիել պիտի քայլես, քանի որ քեզ հետ կա հրեշտակ, դու ուզես չուզես պիտի հասկանաս, որ նա քեզ տանում է եւ նրա հետ դու պիտի գնաս։ Նրանից հետո, երբ որ այլևս հրեշտակ չի լինի, այն ժամանակ դու քո ինքն ուժերիդ վրա ես, թե այն ժամանակ դու ինչ կանես, այդ դու գիտես։ Բայց իմացած եղիր, որ ոչ մի պատճառ չես ունենալու Աստծուն մեղադրելու, քանի որ քեզ Աստված մինչև խորը ջրերի մոտ առաջնորդեց։ Ինձ մեկ ասում են շատ ես խորացել, լավ եմ արել, ցանկացել եմ, խորացել եմ։ Սիրելիս, լավ եմ արել, ինչ որ մեկը կա, որ իմ տեղ պատասխանատու է, եթե ոչ ես ինքս ինձ տեղ։ Ես խորացել եմ, լավ եմ արել, Աստծուն սիրելով, Աստծուն պաշտելով, Աստծո խոսքի մեջ խորացել եմ, իսկ դրանում դու վատ բան տեսնում ես։ Դու տեսնում ես այդ սրբության խորության մեջ ինչ որ մի պղծություն։ Դու տեսնում ես այդ խորը ջրերի մեջ տիղմված ինչ որ ջրեր։ Եթե տեսնում ես, մատդ տնկիր եւ ասա տեսնում եմ։ Եվ այս խորությունը, այս մարդկային տեսակն է, դե ասում են շատ ես խորացել, այն մի հավատացյալն են մտածում է, դե ասում է սպասի էլի, ամոթ է, երևի թե շատ եմ խորացել, սպասի մի 3 քայլ հետ դառնամ, կամ այն որ ասում է դանդաղեցնեմ մի փոքր քայլերս, ամաչելով ումից, իսկ դու աշխարհին հարց տվել ես, աշխարհ, դու պոռնկության մեջ ես շատ խորացած։ Դու բախտության մեջ ես շատ խորացած, դու աշխարհիկ ելևէջների մեջ ես շատ խորացած, գողության, թալանության մեջ ես խորացած, սրան եւ նրան գցելու մեջ ես խորացած, դու հավատացյալ մարդ, քո աշխարհիկ ինչ որ մեկին դասել ես։ Ինչի, աշխարհը կարող է ինձ մատնացույց անել ինչի հիմքի վրա, ու ես կարող եմ ասել, որ դե, գիտես ինչ, աշխարհը մատնացույց է անում, ասում է ուղեղը լվացած, շատ խորը գնացած, եւ ես էլ կարող եմ լռել եւ ասեմ, պղծություն տեսնում ես ինձ վրա։ Մատդ տնկիր եւ ասա, գրիր կոմենտարի մեջ։ Դա մեկ ուրիշ բան է, եթե երբևիցե տեսել ես ու լսել ես, բայց եթե ոչ, ապա իմացած եղիր, զգուշություն է պետք, մարդիկ, որովհետև մենք չարը դարձնում ենք բարին, բարին դարձնում ենք չար, մենք սևը դարձնում ենք սպիտակ, սպիտակը սև, մենք քաղցրը դառնացնում ենք եւ դառը ստաշկում ենք քաղցր։ Այս է այս աշխարհի հիմքը, այս է այս աշխարհի ուղուցուցկը։ Մենք ինչ ասեմ, այս երկրին արի մի փոքր ասեմ էլի, մենք ընտրում ենք բարաբաներին ավելի շատ, քան Հիսուսներին, մենք ընտրում ենք թալանողներին ավելի շատ, ես չեմ ուզում անցնեմ պոլիտիկայի, քաղաքականության, քան թե այն մարդկանց, ովքեր որ քո երկրի լավն են ուզում։ Այո,
Մենք սպանող ենք Հիսուսին, բայց մենք ընտրող ենք Բարաբա, եւ այսպես էլ եղել է, կա եւ շարունակվում է, որովհետեւ մենք շուտապուտ կերպով սարքեցինք դարը քաղցր, սևը սպիտակ, իսկ սպիտակը տեղը տեղին դարձնում ենք սև։ Մեր աջրերը բժշկել չեն կարող։ Կենտանի ջրերը քեզ պիտի փոթորկեն ինչպես Հովնանին, ինչպես Պետրոսին, ինչպես շատ մարդկանց։ Նրանք պիտի մեզ փոթորկեն մարդիկ։ Մինչդեռ որ կենտանի ջուրը քեզ չփոթորկի, դու չես կարող փրկություն կանչել։ Մինչև որ կենտանի ջրերը քեզ շառնեն իր տակը եւ տեղը տեղին քեզ խառնեն քոյությունն ու ամեն ինչդ իրար, դու չես կարող փրկություն ապրել, հասկացի, եւ սա է հրեշտակի ցանկությունը, որ քեզ ուղակի բռնի նետի այդ ջրերի մեջ։ Կամաց, այո, կամաց։ Քեզ կարող է տալվերացնունդ արթնացնել միայն ու միայն այն փոթորկված ջրերը, փոթորկված են ջրերը, փոթորկված է իմ հոգիս մարդիկ, ջրերն են անգամ փոթորկված, եւ այս խոսքը ես չեմ կարող ուղակի քաջ հանգստությամբ ես այն քեզ քարոզել, որովհետեւ փոթորկված են մարդիկ։ Աստծո հոգին սկզբից շրջեց ջրերի վրա։ Մենք կարտացինք Ծննդոցի առաջի գլխի մեջ։ Երկրորդը Աստծո որդին շրջեց ջրերի վրա։ Այսօր էլ Սուրբ հոգին է շրջում ջրերի վրա։ Դու ջուր ունես։ Դու ջրերի մեջ ես, որ քո ջրերի վրա շրջի Սուրբ հոգին, որ բնակվի քո ջրերի վրա նա։ Հավատացյալ, քեզանից եմ խոսում։ Ես աշխարհին ձեռնոց չեմ նետում մարդիկ, Աստված ընդհանրապես մարտահրավեր է նետում իր հավատացյալ մարդկանցը։ Եթե աշխարհիկ ինչ-որ մեկը կհասկանա, որ այն սերմը, որ սերմնացանը կողքից ցանել էր եւ այն մի քանիս ընկել էր ճանապարհին կամ քարերի վրա, կամ քարերի արանքում, կամ փշերի արանքում, կարող են այն սերմը վերցնել մեհատիկը եւ դարձնել իրեն համար։ Բայց ես այսօր չեմ խոսում աշխարհիկ հետանոց, խոսում եմ հավատացյալների մասին։ Ուր են մեր ջրերը։ Ուր ենք մենք։ Ինչու է մեր հոգևոր կյանքն այսքան չորացած։ Չորությունից տոճորվում է Սուրբ հոգի, տոճորվում է մարդիկ։ Նա չի կարող բնակվել ձեր մեջ, քանի որ դուք ձեզանում ջուր չունեք։ Նա չի կարող բնակվել ձեր մեջ, քանի որ դուք ձեզանում խոսք չունեք, Աստծո խոսքը չունեք։ Ունեք, բայց չունեք։ Չի կարող։ Ինչպես Պետրոսը կանչեց Տեր, փրկիր, այո Պետրոս, այն ջրերը քեզ պիտի փոթորկեր, որ դու հասկանայիր, դա քեզ պետք չէր, ընդամենը քեզ պետք էր փոթորկված ջուր, որ Աստված Հիսուսը ինքը թույլ տվեց։ Ինչու Հիսուսը Պետրոսին այդ թույլ տվեց, սիրելիս։ Պետրոսը քայլում էր ջրերի վրա։ Մի րոպե Հիսուս, ինչ կատարվեց։ Ինչու թույլ չտվեցիր, որ նա մինչ քո մոտ ուղղակի քայլեր ջրերի վրայով։ Ուզում ես այդ հայտնությունն էլ ստանաս։ Ինչու սիրելիս։ Ինչու Տերը թույլ տվեց, որ ճանապարհի կեսից նա սուզվեր։ Տերը ուզում էր ասել Պետրոս, դու Հիսուսը չես։ Դու Հիսուսը չես։ Դու ջրերի տակով պիտի ինձ մոտ գաս։ Հասկանում ես այս հայտնությունը գոն է։ Մենք Հիսուս չենք, բայց մենք կարող ենք Հիսուսին մոտ գալ ջրերով, ջրերի տակով, իր խոսքով, իր սրբությունով։ Եվ դա էր պատճառը, երբ որ Տեր Հիսուսը փոթորկեց ծով այդ պահին, եւ ասում է Պետրոսը վախեց եւ անհավատությունից խորվեց ջրի հատակը եւ կանչեց Տեր, փրկիր ինձ։ Սա է քեզ պետք։ Մինչդեռ որ դու չսուզվես, չեմ կարծում, որ այդ բառակապակցությունը քո բերանից դուրս կգա։ Դե ապրում ենք էլի։ Դե քանի երջանիկ ենք ապրում, քանի ունևոր ենք ապրում, ունենք ամեն բան չունենք Աստծուն, դե լավ է, էլ ինչ կա։ Ինչի՞ս է պետք։ Ես ինքս իմ Աստվածն եմ, իմ մարմնի կամքի կիրքերի տերն եմ, իմ ինչին է պետք Աստված։ Պետք է մարդ, քեզ պետք է։ Որովհետև մեկ պահ դու ուղղակի խորասուզվելու ես այդ ջրերի հատակը։ Ինչպես Հովնանը, ինչպես Պետրոսը, ինչպես շատ շատերը։ Ջուրը կարող է փրկել նաև կործանել։ Նրանք ընդունեցին Հիսուսին իրենց նավակ եւ ջրերը հանդարտվեցուն։ Երբ որ Հիսուս Քրիստոսը քայլում էր ջրի վրայով, նա քայլում էր։ Նա պիտի նավակի կողքով անցներ։ Եվ այստեղ ամենակարևորն է մեզ համար,
Հիսուսին ընդունել, որ ջրերը հանդարտվեն։ Պետք չի այսպիսի դրամա սարքել, Պետրոս։ Ուղղակի ընդունել նրան։ Քեզ պետք չի նրա նման քայլել ջրերի վրա։ Քեզ պետք չի դառնալ Քրիստոս, ինչու համար եմ սա ասում, որովհետև ասում է Հիսուսը, աշակերտի վարդապետից բարձր չէ։ Բավական է աշակերտին, որ նա իր վարդապետի նման լինի։ Մենք առավելագույնս որքան էլ տանջվենք ու տարապենք, որքան էլ որ ասենք սուրբ ենք, անգամ վերապահենք մեզ մեծատար սուրբ կոչվելու, մենք երբեք Հիսուս չենք դառնա, դա պարզ է։ Բայց նմանվել նրան դու կարող ես, սիրելիս, նմանվել նրան ես կարող եմ եւ ցանկանում եմ։ Հովնանի մաշկարեություն։ Եվ այստեղ խոսեցինք Պետրոսից եւ հիմա խոսենք կհասկանանք, երբ հասկացավ Հովնան մաշկարեն, որ նա թարս ճանապարհի վրա էր։ Նա հասկացավ, շատ ուշ հասկացավ, բայց հասկացավ։ Եվ այստեղ գրված է Հովնանի աղոթքը եւ ասում է, եւ Հովնանը աղոթ կարավ իր Տեր Աստծուն ձկան փորիցը եւ ասեց. Իմ նեղությունիցը կանչեցի դեպի Տերը, ինչիցը նեղությունից, այո Հովնան, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորիցը աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը եւ դու ինձ գցեցիր անդունդը ծովի մեջ, անդունդը ծովերի մեջ եւ հեղեղները ինձ պաշարեցին, ուշադիր եղեք։ Քո բոլոր կոհակները, քո բոլոր, այստեղ չի ասում սատանայի, այս հեղեղները կոհակներ Աստվածանից են, մարդիկ, եւ ասում է քո բոլոր կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վրա եւ ես ասեցի, ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։ Գեղեցիկ բառեր։ Ինձ շրջապատեցին ջրերը, մինչև հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնյունը գլխիս փաթաթվեցավ, ես սարերի հիմանց մոտ իջա, երկիրն իր նիկերովը ետևից էր հավիտյան, բայց դու, ամբողջ մարմինից փշաքաղության դեմ է, մեջ է, բայց դու, ասում է Տիրոջը, իմ կյանքը հանեցիր կորստիցը, ով իմ Տեր Աստված։ Հասկանում ես։ Հոգիս ինձ վրա նվաղելիս հիշեցի Տիրոջը եւ իմ աղոթքը քեզ մոտ հասավ, քո սուրբ տաճարը։ Հոգիս վրայիցս նվաղելիս ես քեզ հիշեցի, այո, այսպես է։ Փոթորկվում են մեր մարմինները, նվաղում են մեր հոգիները եւ այլևս մենք հասկանում ենք, որ այլևս ցանկություն չունենք այս աշխարհի մեջ ապրելու։ Եվ այն ժամանակ աղաղակում ենք Տիրոջը։ Եվ ինչու Տերը քեզ պիտի գցի անդունդը Հովնան, որպեսզի դու այսքան ճանապարհներն անցնելով հասկանաս վերջինս, որ այս ամենը Տերն արեց քեզ։ Այո, ինչու արեց, որովհետև դու կործանված մարդ էիր։ Դու կարող էիր կործանվեիր եւ նաեւ կործանեիր։ Սա էլ է կարեւոր հասկանալ, սիրելիս։ Հովնանը չկատարելով Աստծո կամքը եւ հակառակ ուղղությունը բռնելով չկարողացավ ազատվել Տիրոջ ձեռքից։ Հաղթիր, երկիր կփոխես, աշխարհ կփոխես, ուր ուզում ես գնա։ Ասեմ քեզ մի շատ կարևոր բան։ Դու ուր էլ որ գնաս, դու քեզ քո հետ ինքդ քեզ տանելու ես։ Եվ այդ չի փոխվելու երբեք։ Քեզ թվում է թե կգնաս Թարսիս եւ այնտեղ առանց Աստծո կապրես երջանիկ Հովնան ասեն, դու քեզ ինքդ տանելու ես քո հետ։ Կքնես կմրապես խորը, մրապի մեջ կընկնես նավակի մեջ, դե ջրերը կարծում ես թե քո նավակը կրում է, բայց ասեմ քեզ մի կարևոր բան, ժամանակն էլ դրա կգա փոթորկվեն ջրերը, որպեսզի դու այն մրապից ոչ թե դու վեր կենաս, այլ քեզ հանեն այդ մրապից։ Եվ ասեմ վեր կաց եւ աղաղակիր քո Աստվածներին, Հովնան։ Որովհետև իրականում եթե նա քո Աստվածը լիներ մեծատար, դու նրան հակառակ չէիր գնա, չեմ կարծում։
Բայց Աստված լսեց քո ձայնը, կետի փորիցը լսեց նա։ Հոգիս ասում էին վրա նվաղելիս հիշեցի Տիրոջը եւ իմ աղոթքը քեզ մոտ հասավ։ Հիշիր Հովնան, երբ գնաս Նինվե քաղաքը եւ քարոզես 120,000 մարդկային հոգիների, որ Աստվածաշունչը ասում է, ապաշխարեցին, հողու փոշու մեջ նստան եւ ասում է ծոմապահություններ գործեցին, անգամ կենթանիները 40 օր ծոմ պահեցին մարդկանց հետ։ Եվ ասում է այս Նինվե քաղաքը Աստված չվերացրեց, պահպանեց Հովնանի քարոզություններով։ Եվ դու հիմա հասկանում ես, թե որքան կարևոր է քո հավատքը։ Հովնան որքան կարևոր է քո հավատքի կյանքը մեկ ուրիշի համար։ Նա կարող է տասնյակ մարդկային կյանքեր փրկել, հոգևորապես եմ ասում, նաև ֆիզիկապես։ Նա կարող է հարյուրավոր մարդկային կյանքեր փրկել, Հովնան։ Դու չես կարող Աստծուն հակառակ գնալ։ Նա կարող է հազարավոր կյանքեր փրկել մարդկային, որը որ կարող է փրկել, քանզի Աստված որոշել է քեզ օգտագործի, որպեսզի ինչ որ մեկի կյանքը քեզանով փրկվի Հովնան։ Բայց երբ որ այսպիսի Հովնանները մնում են մռափի մեջ, ինքներն իրենք չեն արթնանում եւ նրանց էլ արթնացնող չկա, ապա այն ժամ դժբախտաբար հարյուրավոր հազարավոր մարդիկ, ովքեր որ Աստված տեսնում էր Հովնանների միջոցով փրկություն, այն մարդիկ կործանվում էին եւ գնում են, եւ Հովնանն էլ նրանց հետ միասին։ Ինչն է այստեղից կարևոր եզրակացնել, ինչը այս ակնկալիքը մեզ համար հասկանալ, հավատացյալ մարդ շատ կարևոր է, թվեմ մատերիս վրա, Աստծո խոսքին հակառակ մի գնա, Աստծո խոսքին հակառակ գնալով մռափի մեջ մի ընկիր։ Սա է կարևոր։ Հիշում եք 10 կույսերը։ Սա էլ էր մի մռափ, ինչ տարբերություն։ Սիրելներ, զգոն է պետք լինել։ Մեզ պետք է զգոն Աստծո առաջ լինել, որովհետև ասում եմ թե քեզ, վաղը չեմ իսօր Տերը պիտի ասի, դու այս կամ բանը քեզ համար տրված էր։ Հիշում եք քանքարների առակը, հիշում եք այն քանքարի առակը, երբ Տերը, սա էլ է մի գերազանց քարոզչություն, որին առանձին պիտի տեղի ունենա, բայց ես ուզում եմ հիշացնել, հիշում եք, մեկին տվեց 1 քանքար, երկրորդին տվեց 2 քանքար, երրորդին տվեց 5 քանքար։ Հիմա դա կապ չունի, թե քեզ ինչքան է տրված, կարևորը թե դու ինչպես կօգտագործես այն եւ ում փառքի համար կօգտագործես այն։ Սա է կարևոր սիրելիս, եւ ամեն մի հավատացյալ մարդ անձ նա պիտի լիներ լույս եւ աղ այս աշխարհի վրա։ Հասկանում ես, ինչ որ մեկը կգար քեզ կհարցներ կասեր. Սիրելիս, ինչ է քո աչքերի մեջ այդ լույսը, ինչ է քո հոգու այդ խաղաղությունը, եւ դու կասես Հիսուսն է։ Դու կվկայես այդ մարդուն, քանի որ այդ մարդը քո մեջ տեսնում է լույս։ Դու կվկայես այդ լույսի մասին այդ մարդուն, քանի որ այդ մարդը քո մեջ տեսնում է լույս, բայց եթե այդ մարդը քո մեջ չի տեսնում լույս, խավար է տեսնում։ Դա է պատճառը, որ այսօր շատ մարդիկ եկեղեցիների աթոռները դատարկ են, սիրելիս, Ինչու՞։ Որովհետև իրական աղանդը թույլ է տվել, իրական հավատքը թույլ է տվել, որ խառնեն, սարքեն աղանդ։ Ինչու են եկեղեցու աթոռները դատարկ։ Այս մարդկանց մինչև դու գումար եւ ֆինանս չտաս, նրանք չեն գա։ Ինչու՞։ Որովհետև դու հասցրել ես արդեն եկեղեցու իրական հավատքը եւ լույսը դարձնես խավար։ Հասցրել ես հավատքը դարձնել աղանդ, որ մարդիկ քեզ տեսնելով ասում են այս աղանդավորն է հավատացյալը։ Սա դրա համար դատարկ են աթոռները։ Մարդիկ լսում են տարբեր բաներ, ասում են այնտեղ գումար են աշխատում, այնտեղ ասում են Զապարոժեցով եկավ դարձավ հովիվ, այսօր Լեքսուս է քշում։ Ինչու՞։ Մարդիկ տեսնում են այդ ամենը, սիրելիս։ Դու Աստծո մեջ ոնց ես զարգանում ես, թե թերազարգանում ես, զարգանում է քո անձդ էությունը, թե զարգացնում ես դու Աստծո խոսքը եւ Աստծո գործունեությունը։ Եվ վայ ինձ երբևիցե, որ դառնամ պատճառ ինչ որ մեկի գայթակղության։ Եթե նրանք Աստծո խոսքը լսել չեն ցանկանում, բարի, կարող են աթոռներ ազատ մնալ, բայց եթե նրանք լսում են ճշմարիտ Աստծո խոսք,
բայց ցանկանում են ուղղակի փափուկ բարձ, դա մեկ ուրիշ բան է։ Եվ դու փափուկ բարձրնելով ամեն մեկի գլխի տակ չես կարողանա նրանց իրական Աստծուն բերել։ Իրական Աստծուն գալը դա այնքան էլ հեշտ չէ։ Իրական Աստծուն գալը, սիրելիս, ընդամենը քեզ լույս է պետք, որ այդ խավար ճանապարհով դու քայլես, դու հասկանաս, դու տեսնես, որ սարի վրա ինչ որ մի փոքր լույս է ճառագում, եւ դու այդ լույսի ետևից գնաս։ Իսկ եթե այդ սարի վրա այդ լույսը, որն Աստվածաշունչն ասում է, գրվանի վրա դիր ոչ թե մահճի տակ պահիր, այն որը դու անում ես, այսպես էլ Հովնան, քո նման ամեն մեկը լինելով Հովնան, կարող է շատերի կյանքը վնասի եւ նաեւ կարող է լինելով Հովնան, ով որ Աստված նրան տվեց երկրորդ հնարավորությունը, կարող է շատերի կյանք փրկել։ Բայց կարտացեք նրա գիրկը։ Ես նրան ընդհանրապես չեմ ընդունում, որովհետեւ դա անգամ փրկության ժամանակ, երբ որ Աստված Նինվեն փրկեց, նա ասում էր, բողոքում էր, նա ուզում էր նստել ու տեսնել մարդկային կործանումը, բայց ինչպես կարող եմ ես նստել ու տեսնել, որ իմ հարևանուհիս կործանվում է։ Հովնանը նստած սպասում էր։ Ոչ, սիրելիս, քեզանից շուտ Հովնան, Աստված նրան փրկությունը տալու է։ Ուրիշ միջոցներով կտա, եթե դու ձեռնարկես այն։ Ուրիշ միջոցներով կտա։ Այն ժամանակ դու կկործանվես, բայց այն մարդիկ խավարի մեջ կփրկվեն։ Սա է մեր կյանքը։ Այսպես ենք մենք մտածում, այսպես ենք մենք ապրում, բայց չէ որ պիտի ապրեր մարդը հավատացյալ ավելի աստվածավախորեն, հասկանալ որ ես մարդկային կյանքերի ճակատագրերի հետ եմ խաղում։ Վերջը պատասխան պիտի տամ։ Մի հոգի այդ մի հոգու համար, 1000 հոգի այդ 1000 հոգու համար ես պատասխան պիտի տամ։ Ես իմ Տիրոջ աչքերի առաջ պիտի կանգնեմ ու ասեմ. Տեր, արդյոք քո տված քանքարը ես տեղին եմ օգտագործել։ Արդյոք ամեն իմ կյանքի ամեն մի քայլը ես ճշմարիտ եմ օգտագործել։ Եվ այսպես ամեն մեկիս հիշիր, Աստված տալիս է երկրորդ հնարավորությունը։ Այս դեպքում Հովնանը ընձեռնեց, վերցրեց երկրորդ հնարավորությունը եւ գնաց 40 օր, քայլեց եւ քարոզեց Նինվե քաղաքում Աստծո, որ եթե չապաշխարեք, Աստված այս քաղաքը կվերածնի կրակով եւ ծծումբով։ Եվ հիմա ինչ ենք ուզում այստեղով հասկանանք։ Երկրորդ հնարավորություն։ Եկ այսօր սիրելիս, եկ այսօր թող կյանքի երկրորդ հնարավորությունը լինի։ Եկ այսօր հասկացի, որ անգամ եթե այս 20-րդն է, անգամ եթե այս 100-րդ հնարավորությունն է, ոչինչ, արի, բեր, ըմբռնենք ու հասկանանք թող լինի այս երկրորդը, ըստ այսօրվա խոսքի եւ քարոզչության։ Եվ դու դարձի արիր, Հովնան։ Ես գիտեմ, որ Աստվածաշունչը քեզ կարգել է մարգարեների դասին, բայց ես նաև գիտեմ ուրիշ մարգարեներ։ Ես նաև գիտեմ ուրիշ հավատացյալներ։ Օրինակ, Դանիելը, որ Աստծո թանկ խոսքի համար չհապաղեց այրուզների գուբը իջնել։ Օրինակ, Միսակը, Սեդրակը, Աբեդնագովը, ովքեր որ Աստծո խոսքին հակառակ չկենալու համար որոշեցին կրակի մեջ այրվեն։ Այ եկեք այս մարդկանց նմանվենք, բայց մեկը Հիսուսը փրկեց նրանց, մի մտածիր, եւ որ դու պարզամտորեն, եւ որ դու իրական հավատքով կգնաս այն ճանապարհը, անգամ եթե այն վտանգ սպառնի քեզ, Տերը փրկելու է քեզ։ Երկրորդ հնարավորություն։ Եվ այն երկրորդ հնարավորությունը խնդրում եմ ես քեզ, սիրելիս, ամեն մեկդ որ նայում եք, ես ամեն մեկիդ սիրում եմ իմ Քրիստոսի փառավոր սիրով։ Ամեն մեկ մարդ, չկա այնպիսի մարդ, ես ասում եմ, Տեր, կա ինչ-որ մեկը, որին ես ատում եմ, կա, այդ մեկը սատանան է։ Ամեն մեկից սիրում եմ, ամեն մեկից սիրում եմ իմ սրտի խորության Քրիստոսի այն մեծն սիրով։ Բայց նաև ուզում եմ ասել, ժամանակներ կգան, սիրելներ, հիշեք սա, որ այս Աստծո խոսքը երկրի վրայից վեր է առնվելու։ Եվ առնվազն մենք չենք ունենալու հնարավորություն անգամ Աստվածաշունչ որ բացենք եւ կարդանք։ Եկեղեցին վեր է առնվելու։ Ժամանակներ են գալու, որ այս երկրի վրա քարոզություններ այլևս չեն լինելու։
խավար է լինելու, առանց Աստծո խոսքի, առանց Աստծո լույսի։ Ապաշխարիր, ընդունիր այս հորդորը, ընդունիր այս երկրորդ հնարավորությունը Աստծո կողմից, ընդունիր այս խոսքը Տիրոջ կողմից, Հովնան ընդունիր այն, որ դու պիտի գնաս Նինվե եւ քարոզես, ոչ թե գնաս նավակի խոր կահագարագությամբ եւ մտնես ու խորը մռափես։ Սա է պատգամ այսօրվա։ Եվ հույս ունեմ, որ այն դու կարողացար ուղղակի սիրելիս ընդունել։ Ունեմ ձայնս դու բավարարի սիրելիներ։ Տեր Հիսուս, դեցրու այս մարդկանց սրտերը քո խոսքով, քո ջրով, քո լույսով, Հայր, ոռոգիր, ուղղակի ոռոգիր, քո ոռոգող ջրերովդ, Հայր իմ Տեր, ես սա իմ կամենում ցանկանում, ամեն մեկ մարդու, Հայր, որ հպվես, որ բժշկես ամեն մեկ մարդու բորոտությունը, թե հոգևոր, թե ֆիզիկական բորոտությունը Հիսուսի անունով։ Isus
մեծարում եմ քեզ ովին օրտանքս միայն քեզ գառնասում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ ովին օրտանքս միայն քեզ Տեր Հիսուս միայն քեզ մեծարում եմ մեծարում եմ քեզ իմ Հիսուս մեծարում եմ քեզ կյանքիս լույս օրհնանքս միայն քեզ գառնասում Այո, մեծարում եմ քեզ Տեր, աշխարհի մեջ Հիսուս, գրեթե չկա ոչինչ, բացի քեզանից, գեթ քեզանից, որ արժան է մեծարանքի, չկա ոչինչ Հայր, ես ինքս, հողի փոշու նման, մինչև գետինը խոնարհված եմ քեզ Տեր Հիսուս, այն մեծ ոչնչության պես Տեր, որ ոչինչ եմ, ոչինչ թոս, փոշի, այսօր կամ վաղը չկամ, խոնարհված եմ քեզ, չկա այս աշխարհի տակ ոչինչ, դու մեծարված ես, դու Տեր Հիսուս փառավորված ես, դու օծյալն ես այս աշխարհի, դու լիությունն ես այս աշխարհի Տեր, դու ջուրն ես, դու խոսքն ես, որ մարդկային ամեն մի ծարավը դու լիացնում ես քո ջրերով, քո կյանքի հավիտենական Սուրբ Հոգու ջրերով, այսինքն քեզանից ոչ մեկ չկա, որ երբևիցե պաշտվի, պաշտամունքը դու ես, չկա, որ մեծարվի, մեծարանքը դու ես, Տեր, և ես ուզում եմ քեզ ասել Հայր, ամբողջ իմեյությունով տալ քեզ փառք, տալ քեզ պատիվ, տալ քեզ գոյություն և զորությունը Տեր Հիսուս, Հայր, որդի և Սուրբ Հոգի անունով և ինչ որ մեկը թող Տիրոջն ասի փառք հավիտյանս հավիտենից ամեն, ամեն, շնորհակալ եմ քեզանից իմ Տեր, շնորհակալ եմ այս խոսքի համար, շնորհակալ եմ, որ դու կենդանի Աստված ես, որ դու մեծատար Աստված ես, որ դու ես Տերերի Տերը, թագավորների թագավորը, օրհնյալների օրհնյալը և արքաների արքա, ինչ որ մեկը թող ասի ամեն։